Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետական Կուսակցության պարլամենտական խմբակցությունը ներկայացրել էր հայտարարության տեքստ։ Հայտարարության տեքստում առկա պնդումները բոլորը գիտեն։ Դրանք եւս մեկ անգամ հիմնավորելու այս ամբիոնից կարիքը չկա։ Տեղի ունեցան այդ հայտարարության շուրջ նաև լսումներ, որոնք ապահովեցին հանրային դաշտի ընդդիմադիր հանրային դաշտի գրեթե ամբողջական կոնսոլիդացիա, թե խորհրդարանական եւ թե արտախորհրդարանական ուժերի շրջանում։ Հատկանշական է մի փաստ, որ Հանրապետականի խմբակցության կողմից այս գործընթացի նախաձեռնումից մինչև լսումներ ժամանակահատվածում տեղի ունեցան մի շարք մեր երկրի համար վտանգավոր, իսկ որոշ դեպքերում նաև հանդառնելիությամբ վտանգավոր իրադարձություններ։ Բայց նույնիսկ լսումների պահից, այսինքն այս հայտարարության տեքստը ներկայացնելուց մինչև այս պահը արդեն իսկ տեղի են ունեցել հակաժողովրդավարական գործընթացներ, նոր ռեպրեսիոն, ավելի ուժգին պրոցեսներ եւ նույնիսկ նաև դատավճիռներ, որոնք նույնպես կարող էին ներառված լինել այս հայտարարության մեջ։ Հենց այդ պատճառով ենք մենք ասում, որ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը անհրաժեշտ է իրականացնել օր առաջ։ Դրա համար միակ գործիքը իմպիչմենտն է եւ հենց այդ տրամաբանությամբ մենք ներկայացրել ենք եւ նախաձեռնել ենք իմպիչմենտի գործընթաց։ Նշենք, որ իմպիչմենտի հիմնական ուժը իմպիչմենտը հաջողությամբ պսակելու կարևորագույն գրավականը հանրային լայն համախմբումն է, փողոցային պայքարով։ Այլ կերպ այս գործընթացը տեղի ունենալ չի կարող։ Հունիսի 7-ին, երբ այս գործընթացը նախաձեռնվեց, ձևաթղթի տակ ստորագրել էին 6 падգամավոր։ Սեպտեմբերի 26-ի լսումների հայտարարությամբ եւ հոկտեմբերի 8-ին արդեն փաստացի այդ ձևաթղթի տակ արդեն իսկ արկա է 34 ստորագրություն։ Անցյալ շաբաթ ես հանդիպել եմ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի անկախ падգամավոր Հովիկ Աղազարյանի հետ քննարկելու համար իմպիչմենտի գործընթացը եւ Հովիկ Աղազարյանի ու Հակոբ Ասլանյանի մասնակցությունը այդ գործընթացին։ Այս պայդրությամբ կարող եմ հայտարարել, որ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը չեն խոչընդոտելու իմպիչմենտի գործընթացին եւ քննարկումները շարունակվում են։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Բրավո Հովիկ Աղազարյանին եւ Հակոբ Ասլանյանին։